Տիկին Գալյան վարչապետը ասաց, որ սահմանադրության կողմության հետ կապված արդեն անկախության հռչակագրի մասով ֆրակցիայի դիրքորոշումն է նաև այն ինչը, որ իր դիրքորոշումն է եւ ավելի վաղ հայտարարվել է։ Հիմա դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ Բայց տեքստը պատրաստ է, տեքստում հանված է թե ոչ։ Ցենք տալու քննարկենք արդեն քննարկել ենք ոչ մեկ անգամ քննարկել ենք տարբեր դրույթներ ենք այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ հանել եք անկախություն չէ ներածությունը չի եղել իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ չի եղել որովհետև դեռ չենք ամբողջացրել ունենք մի քանի տարբերակ Իսկ ինչ է ասվել այդ մասով, որ լինելու է, չի լինելու, հենց այդպես է լինելու։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Կներեք էլի, ես ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եմ որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կային հանգամանքը որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը նախ եկեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ խորհուրդը բոլորովին այլ մարմին է որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը այսպես ասեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Տիկին Գալյանցի ներածության մեջ է հրապարակային դարձնելու իրավական արգելանք գույցունի ինչու մինչև հիմա հրապարակային չեն տեսեք եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին մենք ունեցել ենք նիստեր որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ եւ սա շատ կարեւոր հանգամանք է որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին մենք չունենք հանրաքվեի ժամկետ ես ձեր մտահոգությունները եթե դրանք մտահոգություն էին կարող էի հասկանալ եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի մենք ասած լինեինք այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը բայց սիրելիներ հանրաքվեն նշանակված չէ ոչնչից չենք ուշանում այս պահին ոչ մի ոչ որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Այդքանը, քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ հայտարարվում է իր շուրթերով։ Սա արդյոք արդեն բավարար է պնդելու համար, որ դուք գնալու եք նախ կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, տեսեք, կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում եւ ուրեմն կարող եք եզրահանգել որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից
մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Ես կրկնում եմ, մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն, մենք տարբեր մարդիկ ենք, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են քաղաքական ուղղություն։ Սա նշանակում է սպասարկելուն նա նաեւ միտված հռչակագիրը հանելը եւ դուք բոլորը նշանակում է սպասարկում նշանակում է որ հանվելու է։ Ինչու դա ուղիղ չի հայտարարվում արդեն դիքին գա։ Ես པարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Անկախության հռչակագիրը դեռ կա։ Այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞, մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում, եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին ենք խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը, ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ Սահմանադրությունը եւս իրավական ակտ է, սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային, բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ։